Բարևբոլորին ձեր տեմի ես Արտյոմ Ահինգը եւ այսօր ես որոշել եմ անել մի շատ թույն վիդեո ժողովրդան։ Այսօր ունելու ցուցողական վիդեո, այսինքն այսօր ես ինչ-որ բանի մասին պատմելու եմ։ Ջորջան միջ այսօր թույն երիտեսարդին ասնելը խոսքտամ փոքրացնելու է։ Դնել լայք եւ բաժանորդագրվել ալիքին հասնենք 300 բաժանորդի բան չի մնացել ժողովրդան 14 հոգի։ Դե ինչ Ջորջան, անցանք վիդեոյին։ Ուրեմն ժողովրդան, ես այսօր պատմելու եմ Ամազոնի մասին։ Ամազոն գետը գտնվում է հարավային Ամերիկայում ժողովրդան։ Եվ ժողովրդան Ամազոն գետը երկարությունը 6400 կիլոմետր է, որոշ հաշվարկներով նույնիսկ ժողովրդան 7000 կիլոմետրից ավել։ Համարվում է Ամազոնը աշխարհի ամենաերկար գետը։ Խոսի հետ մրցելու համար էլի ամենաերկար գետն է, աշխարհի ամենաերկար 7000 կիլոմետր։ Ջրի ծավալը աշխարհի ամենաջրառատ գետը ժողովրդան։ Այն գրում է հարավային Ամերիկայի 20%-ը ժողովրդան, 20%-ը դեպի օվկիանոս։ Ամազոնի ավազանը ժողովրդան, Ամազոնի ավազանը ժողովրդան աշխարհի մեջ ամենաբանն է։ Ամազոնյան աշխարհի ամենամեծ գետային ավազանն է, մոտ 7 միլիոն կիլոմետր քառակուսի ժողովրդան, որը նույնիսկ զբաղեցնում է հարավային Ամերիկայի 40%-ը, դուք պատկերացնում եք 40%-ը այդ ամբողջ այդ հսկա հարավային Ամերիկայի, այև այնտեղ կա, այն տարածվում է 9 երկրների վրա՝ Բրազիլիա, Պերու, Կոլումբիա եւ այլն։ Հաջորդը կենսաբազմազանություն։ Այստեղ ժողովրդան, այստեղ բնակվում են ջրի մեջ ապրող տեսակների երևակայելի քանակ, ներառյալ հայտնի պիրանյաները, գետային դելֆինները, ոտո եւ Ամազոնի ամենամեծ, այնտեղ է բնակվում ամենամեծ օձը, կանաչ անակոնդա, որը ժողովրդան դեպ խնդիրներ եւ սպառնալիքներ ժողովրդան Ամազոնում։ Անտառահատու գյուղատնտեսական հողերի ընդլայնման անօրինական անտառաբերության պատճառով անտառների ոչնչացման արագ տեմպը, հրդեհներ, կլիմայի փոփոխություն, բնիկ ժողովուրդների իրավունքների ոտնահարում։ Քանի որ սպառնալիքներ շատ կան, քանի որ ժողովրդան անտառահատումը շատ են լինում, ես ինչ ասում ու աստված չանի հաստատ ընդեղած կենդանիների մի մասը կենդանի օրգանիզմների կարող աշխարհով վերանա, օրինակ եթե ուզեք ես կարող մի հատ առանձին վիդեո անեմ Ամազոնի պատմությունից կարմիր գրքում գրանցված կենդանիները, որոնցից շատ քիչ է մնացել, դրանցից մեկը նասարոգը, ռուսերեն է, հայերեն նասարոգն ծածկերած, ով որ չի թողնի։ Ես կանեմ այդ վիդեո, եթե այս վիդեոյի տակ հավաքեք 20 լայք։ Ինչ էի ասում։ Մյուսը քրքիր փաստեր, ծովի գետ։ Գետաբերանի լայնությունը կարող է հասնել մինչև 250 կիլոմետր, 250 կիլոմետր, եւ աղը օվկիանոսից նկատելի է մինչև 100 կիլոմետր ցամաքի խորքում։ 100 կիլոմետր օվկիանոսի բանը նկատելի է։ Հա, եկել մի հատ բան ասեմ, դա ինձանից, հա, ուրեմն ամբողջ օվկիանոսները 5%-ն է բացահայտված խաղաղ օվկիանոսի, իսկ Ամազոնի ընդամենը 3%-ը։ Ոչ ոք չգիտե դե 100%-ով դաժե օվկիանոսը ավելի շատ է բացահայտված, քան Ամազոնը, պատկերացնում եք ինչ անդե կատարվում։ Ինչ էի ասում, հա, անտառային կախվածություն։ Ամազոնյան անտառի խոնավության մոտ կեսն ինքն իրեն է արտադրում ծառերի գոլորշիացման եւ անձրևի շնորհիվ։ Անհայտ տեսակներ, գիտնականները մշտապես հայտնաբերում են նոր տեսակներ։ 400-ից ավել տարբեր հնդկացիացած ցեղերի համար, որոնցից շատերը մեկուսացված են արտաքին աշխարհի։ Ժողովուրդ, ես էլ ասում եմ ինձ ցեղերի մասին է, 400-ից ավել տարբեր հնդկացիկ ցեղեր։ Չի հնդիական ուրիշ է, ես հնդկացած եմ բան։ Ստորեն կան վայրի ցեղեր 400-ից ավել։ В общем, ես էլ իմացանք։ Շնորհակալություն դիպսիկ։ Այո, ոչ թե Վիկիպեդիա, այլ դիպսիկ հիմա զարգացել է աշխարհը։ Ժողովրդան, в общем, մենք իմացանք Ամազոնի մասին, ինչքել եք փաստերը հավաքենք եւ բերենք։ Ուրեմն, Ամազոնի մասին իմացանք, որ ինքը 6400 կամ ամենաշատը 7000 կիլոմետր զբաղեցնում է ամբողջ, արա, կամերաս, ամբողջ հարավային Ամերիկայի 40%-ը եւ այդ ջրերի 20%-ը։
վերցնում է իր մեջ։ Եվ մենք հասկացանք էլի, որ այնտեղ կան տեսակներ, որներ հեսա հալել չեմ կարդա, կանաչ անակոնդան, ռոպյուրանյաները, որոնք կարող են մարդը, եթե ինչ-որ մի կենդանի արարած, ընկնի իրանց մոտ 1 վայրկյանում, կարող են թողել նրա ոսկորները, օրինակ ենք հասկացանք, որ կան վայրի ցեղեր, sense ասած, 400 տեսակից ավելի վայրի ցեղեր կան, հոմինիդներ, sense ասած, եւ ժողովուրդ ջան, այսպիսի բաներ, Ամազոնը երկրի ԱԷԿ համակարգի համար նույնիսկ կարևորագույն մասն է կազմում։ Եթե Ամազոնը ասենք չլինի, կարող ԱԵԿ համակարգը փոխվի։ Նաև իմացանք, որ էլի էս մարդկանց մեր պատճառով Ամազոնը, հասկացանք, որ մարդկանց պատճառով ժողովուրդ ջան այնտեղ սպառնալիքներ եւ խնդիրներ կան, քանի որ Ամազոնում ժողովուրդ ջան էկոբանը անտառահատում կա, հրդեհներ կան ժողովուրդ ջան, հրդեհներ են լինում ու ես ինչպես ասեցի, շատ կենդաններ կարող է դրա համար վերանալ ուղղակի աշխարհից, իսկ մեր տեսանյութը արդեն մոտենում է իր ավարտին, եթե մինչև այստեղ ես նայեմ մեկնաբանությունները բաժնում դիպելնուս, եւ ժողովուրդ ջան, հաջորդ ես կարող անեմ ուրիշ տեսանյութ, որտեղ ես ձեզ ասում եմ կարմիր գրքի մեջ ներառված բոլոր կենդաններ, որոնք վերացման եզրին են։ Դե ինձ ձեր ես հարկեմ այն գդի լայքը բաժանորդագրի ալիքին, պակա։